Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է Ձինայետ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ դες համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական եւ ինչու ոչ նաեւ էքսկլյուզիվ թողարկում, որովհետեւ 2026 թվականին առաջին անգամ մեզ մոտ տաղավարում։ Եվ միջև նրան ներկայացնելը ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, աստծոնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի սիմպաթիչնին րոպեները անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Այս կյանքը թանկ է երկար մեր կողքի, հարազատ մարդիկ ու մի սերանգի, ընկերներ անդավաճան, աղու հացից անբաժան, կենաց խմենք մարդկանց համար արժան։ Լավ ու վատ օրերն դեռ շատ կլինեն, հարստություն ու շահասուտ բանեն, այս կյանքում կամ ես պատկամ, մարդ մնանք եթե անգամ, դժվար օրերը մեզ յուր կան։ Այս կյանքում կամ ես պատկամ, մարդ մնանք եթե անգամ, դժվար օրերը մեզ յուր կան։ Տարիներ, տարիներ, իմ կյանքի տարիներ, իմ ապրած օրերի լավ տարիներ, 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 իմ կարոտ տարիներ, անցյալում մնացին կյանքիս ուշեր, տարիներ, տարիներ, իմ ջահել տարիներ, իմ ապրած օրերի լավ տարիներ, 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 իմ կարոտ տարիներ, անցյալում մնացին կյանքիս ուշեր։ Այս կյանքը ոչ ոքի չի մնալու, մեզնից հետո անուն ենք թողնելու, Երանին նրանով մարդ կգա ու մարդ կգնա, պատիվ ու հարգանք կունենա, Երանին նրանով մարդ կգա ու մարդ կգնա, պատիվ ու հարգանք կունենա։ Տարիներ, տարիներ, իմ կյանքի տարիներ, իմ ապրած օրերի լավ տարիներ, 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 իմ կարոտ տարիներ, անցյալում մնացին կյանքիս ուշեր, տարիներ, տարիներ, իմ կյանքի տարիներ, իմ ապրած օրերի լավ տարիներ, 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 իմ կարոտ տարիներ, անցյալում մնացին կյանքիս ուշեր։ Տարիներ, տարիներ, իմ ջահել տարիներ, իմ ապրած օրերի լավ տարիներ, 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 իմ կարոտ տարիներ, անցյալում մնացին թանկ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն ասում են Ակոպովնա ջան, մենք նրան կարոտել ենք, ես էլ այնպես որ մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը, Գևորգ Մարտիրոսյանին։ Գև ջան, ողջույն։ Ողջույն Զինա ջան, շնորհակալ եմ կրկին եւ կրկին անգամ ինձ հրավիրելու համար, ուրախ եմ որ ստեղ եմ։ Փոխադարձ, գիտես, ընդհանրապես մեր շրջապատում
աշխատակազմի, անձնակազմի, ասում են Զինա, եթե խիղճդ կորցնես, ասենք, քո նախընտրած սիրած երգչին, քանի անգամ կարող ես ամսվա մեջ հրավիրել։ Ես էլ ասում, եթե ինքը խիղճը կորցնում Օրը 3 անգամ, ամեն անգամ 3 Եթե ինքը խիղճը կորցնում ա մի ամսվա մեջ մի 6 հատ տեսահոլովակա նկարում, ես ո՞նց չհրավիր։ Դե մոտավորապես եմ։ Դե չէ, տենց բայց այս վերջում հա ուզում եմ մի քիչ ակտիվանամ, տենց ուզում եմ աշխատեմ, լիքը լավ բաներ կա, տենց եկել է էլի։ Ինչ է դա կապված։ Չգիտեմ, տարիքի։ Տարիքի չէ։ Երևի։ Չեմ կասեմ, բայց տարին կարծում եմ որ լավ ենք սկսել ու առաջին անգամ եթերում կոմոդ եմ։ Դες բացում արեցինք։ Շեշտեց մի անգամից այն հարցից պատասխանը ու մոտ ես գնացել առաջինը Ակոպովնայի մոտ։ Դե տարին նոր է սկսել, ես էլ ամբողջ տարի քնած էի սկզբից, Չեմ հավատում։ նոր արթնացել եմ ու եկել եմ կոմոդ։ Շատ լավ։ Ձմեռ է էլի, այտենց արճիկ ունեմ մտե, այտենց բայց որ զանգեցի ես եկա։ Վերջացավ։ Ամբողջը գցեց տեղը։ Հիմա քանի որ տեսահոլովակներ կա, որ ես պետք է եթերում ներկայացեմ իմ ծրագրի շրջանակներում, նախ առաջինը քննարկվում է այսօր համացանցում Գևորգ Մարտիրոսյանի նոր ոճը։ Դա եղել է նոր տարուց առաջ, թե նոր տարուց հետո։ Միանգամից սանրվածքի փոփոխություն։ Արտաքին ոճի հետ կապված։ Չէ, նոր տարուց առաջ էր։ Հա։ Ну, կարծում եմ, ես ինչ փոփոխություն չի, ուղղակի կարճ կտրացամ ազես։ Նկատել են քո ֆանատները, հասկանում ես, ավելին ասեմ, ինձ թվում էր 50-50 լինի, փաստորեն քննարկվում է, նկարներ են ուղարկում ինձ, հասկանում ես, այս թեմաներ է լինում, բայց փաստով հավանել են։ Տարբեր են կարծիքները, մեկի համար լավ է, մեկի համար վատ է, բայց դե ինձ այս պահին տենց էր դուր գալի։ Իսկ իմ կարծիքը քեզ հետաքրքրում է գոնե մի տոկոս։ Հա, իհարկե։ Հաճելի է շատ։ Ինձ դուր է գալիս։ Շնորհակալ եմ։ Վերջացավ, կարևորը քաշը չավելանա, մնացածը հետ։ Քաշս էլ ավելացե մի քանի կիլո պետք է իջնեմ։ Դե բայց դու պարապում ես, գնում ես ինչ-որ տենց հատուկ, չէ։ Դե տենց մեկ-մեկ գնացել եմ, բայց դες հիմնականում չեմ գնում, կարող ասել չեմ գնում։ Շատ լավ։ Բայց պետք է։ Հա, ինձ թվում է, հա։ Շատ լավ բան է, քեզ լավ զգալու համար, ոչ թե ինչ որ սիրուն անալու, այլ դու ինքնազգացողությունդ է լավանում, կարծում եմ որ բոլորը որ գնա շատ լավ կլինի, դի անտիրա առնդ լավ ֆռում է, քեզ թեթև ես զգում, ու մի խոսքով շատ լավ բան է։ Ակտիվ ապրելը շատ լավ բան է։ Շատ լավ։ Իսկ հիմա անցնենք տեսահոլովակին։ Ամբողջ համացանցը պտտվում է հերիք չէ։ Մեր ընկերները տարածում են բավականին շատ ստորիներով, որ հատուտ ադատ կա, coming soon-եր առանձին են մեր ընկերները ցույց տալիս, հետո նենց առանձին, ինձանից ոչ մեկ չնեղանա, որովհետև ես միայն ցուցադրում ինձ մոտ եթերում։ Դա ինձ թվում ավելի թանկ հաճույք է։ Ինչն է ցուցադրում։ Տեսահոլովակը coming soon, ընկերները քո չեն տարածում, որ հա, գևի տեսահոլովակն է շուտով։ Հետո տեսահոլովակ, այսինքն ոչ մի ձև չնկատենք, մեր ընկերների Instagram-ում պտտվում է գրեթե բոլորի ստորիներում քո նոր տեսահոլովակը։ Գիտեիր, չէր Չէ։ Որովհետև իրանցից որ մեկը նշում է չես ընդունում։ Ճիշտ ասած չեմ տեսել։ Չէ, որը որ տենում եմ, ոնց չեմ ընդունում։ Դու պատկերացնում ես ես ինչքան եմ տեսել, որ քեզ միանգամից արձագանքեցի գիշերվա 1000-ին։ Ես չեմ տեսել ուրեմն։ Ես քեզ ցույց կտամ։ Քեզ մամլոք քարտուղարապետ դու իսկապես մեծացել ես։ Բայց որը որ տենում եմ, հաստատ չեմ կարա հաստատ կգրեմ, հաստատ շնորհակալությունս կհայտնեմ։ Հա, էլի այդպես անշնորհ բաներ չեմ անում։ Գիտեմ։ Շատ լավ։ Դե հիմա պատմիր էլ ինձ տեսահոլովակից։ Նախ այդ գույները, այդ տաք վիճակը, քո այդ R&B style-ով ապրելը, միտքը, նկարահանումը։ Դե տենց որոշեցինք օրինակ սրանից առաջ տարիներ երգներ ինքը ավելի տենց կյանքի, ավելի տենց մեր մոտորման, ավելի տենց հուզական աշխարհը, որ տենց մարդու հոգեկան աշխարհը ինչ որ հուզվում է, ինչ որ հոգին շարժում է, բան, տենց ինքը ավելի տենց մարդ պետք է մի քիչ տենց կյանք ապրած լինի, որ այդ ամեն ինչը զգա, վերապրի, հիշի իր լավ օրերը ու տենց շարունակի այնց ապրել, որ այսօրն էլ դառնա լավ հիշողություն իր համար։ Էդի տենց ավելի տենց շատ տենց սրտին մոտիկ երգեր մարդկանց։ Լավ։ Կարծում եմ բոլորը սիրեցին, բոլորը չգիտեմ մեծամասնությունը։ Իսկ այս մյուսը ավելի տենց երիտասարդական, ավելի տենց մալադյոժ վիճակ է, որ տենց դե ես սիրում եմ այդ տենց Այդ քոննա։ Հա, տենց
Սիրում եմ այդ վիճակը, տենց այդ երգը կար, ծնվել էր, արել էինք։ Կարենի հետ Խուրշուդյան, հետո տենց ասի մեկ տենց ինչ որ գլյանցվի տենց կլիպ եմ ուզում էլի տենց լավ տենց մասովկով, լավ տենց վիճակներով ու կարծում որ ստացանք Տիգրանի հետ Ավետիսյան։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ մեր կողքին էին, աշխատեցին։ Բայց ինքը աշխատող երգ է, դու փող կաշխատես, որ փակվես ծախսերը։ Չէ, ես էդի տենց ինքը կոմերցիայի համար չի կարծում եմ։ Բայց ինքը կոմերցիայի տակ հաստատ կաշխատի։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց ես իրան այդ նպատակով չեմ արի, ես ուղղակի տենց այդ պահին տենց ինձ լավ էի զգում այդ ամեն ինչի մեջ, ուզեցա որ այդ ամեն ինչը ժողովուրդն էլ տենց տեսնի։ Շատ լավ, կազմակերպենք պրեմիերան քո թույլտվությամբ։ Բայց մինչև պրեմիերան կազմակերպել, ասեմ, որ շատ երիտասարդներ, առավելևս գեղեցիկ սերի ներկայացուցիչներ այս երգը արդեն ուզում են իրենց ծննդյան օր օրինակ հնչի, հենց որ երգում է Գևորգ Մարտիրոսյանի տեսահոլովակը մեր եթերում պրեմիերայի կարգավիճակով։ Արի նազելի Արի գովքս քեզ տամելի Դու ես դու իմ առավոտը Մաքուրոտն ես դու իմ էլի Անծանոթ մի երազի մեջ Լույս ես տվել դու երգերիս Միայն դու ես աշխարհի մեջ Ազատություն դուր մտքերիս Ինձնից բան չի մնա Թե սիրես աշխարհն իմն է Դե ինչ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, տաղանդավոր ինձ մոտ տաղավարում է գույները, լույսերը, իր ասած պասով կան, ամեն ինչը տեղում էր, եւ ինչպես մենք ընկերներով սկսեցինք մի քիչ հասկանալ, քննադատում ենք, թե ոչ, ասենք Գևորգ Մարտիրոսյան նոտ եւ երգեր եւ տեսահոլովակ։
Այնպես որ ես շնորհավորում եմ քեզ հերթական անգամ եւ ես խոստանում եմ հեռուստադիտողներն այս տեսահոլովակը բազմիցս դիտել հենց իմ ծրագրի շրջանակներում, բայց մի հարց մի քիչ հետ գնանք ու անցնում ենք բլից հարցադրումներին, որը հատուկ քեզ համար է։ Այսօր իմ ու քո ընկերներ շատ-շատերը մեր սերունդի մի քիչ էլ մեծ ասում էին մի հատ տենց փակ տարածք լինի, վստահ եմ հիմա լսում են ինձ։ Նստենք մի քիչ ուտենք, խմենք, այն լավ օրերը հիշենք, մի հատ էլ Գևը այդ տարիները երգեր։ Կարող է տենց թեմա է եղել, որ ծնվել է այդ երգը Գև։ Չէ, ճիշտ ասած, չէ։ Բայց այդ ժամանակ հնչելու համար լավ թեմա է, չէ։ Հա, շատ։ Այդ երգը ուղղակի ծնվել է շատ միամիտ, տենց մի րոպեվա մեջ։ Հա։ Ու տենց լավն է։ Հա։ Ինքը տենց սրտից եկած երգ։ Շատ լավ։ Դու պատրաստ ես բլիցի հարցերին։ Չխափես։ Ճիշտը կասես ու արագ։ Հա։ Գնացինք։ Օրը սկսվում է առավոտյան ժամը։ Ժամը 1-ից։ Աչքերդ բացելուն պես սուրճ, հեռախոս, թե Սուրճ։ հեռախոս էլ չէ։ Հա, սուրճ հետո նոր հեռախոս։ Լավ։ Առավոտյան սուրճն ես նախընտրում, թե երեկոյան թեյը։ Չէ, առավոտյան սուրճը։ Սպորտային թե երեկոյան հագուստ։ Ну, տենց պոլո Բայց ոնց որ սպորտն է։ Բայց սպորտային ավելի։ Լավ։ Օրվա մեջ քանի անգամ կարող է քո տրամադրությունը փոխվել Գև։ Միլիոն։ Լուրջ ես ասում։ Իսկ այդ տրամադրության փոփոխությունը շրջապատի վրա ազդում է։ Չէ, աշխատում եմ ցանեմ չազդի։ Հա։ Իմ վրա է ազդում մենակ, նենց եմ անում, որ մենակ ես դուժ եմ դրանից։ Շատ լավ։ Իսկ ինչը կարող է հունից անել Գևորգ Մարտիրոսյանին։ Ոյ։ Չեմ կարող ասեմ, բայց այն որ կարող է շատ տենց իսկապես նես բան լինի, որ ես պետքա հունից դուրս գամ, բայց ես չգամ, բայց կարող եմ այդ փոքր բանը լինի, ես նես բռնկվեմ դրանից, տենց։ Այսինքն հեշտ է քեզ հունից անելը։ Տրամադրությունից, չէ, ինձ вообще շատ դժվար է։ Հա, ես քեզ չեմ տեսել տենց տրամադրություն։ Շատ դժվար է, բայց ով էլ որ կարողանա հանի ինձ հունից, ինքը չեմպիոն է։ Հա։ Հա։ Շատ լավ, որովհետև ինչքան Որտեւ ես եմ բոլորին հունից անում։ Ինչքան նյարդային ուզում ես եղիր, երբ որ Գևի հետ շփվում ես, մի հատ նախադասություն ասում, դե լավ, Ձինա, թեթև ապրի, ու այդքան մի մտած արդեն մոռանում եմ ինչա։ Շատ լավ, նախընտրած ուտեստ։ Տոլմա։ Իսկ խմիչք։ Վիսկի։ Կենաց։ Լավ հիշողությունների այս պահի համար, այս որ չի կրկնվի պետք է անենց, ուշում այս պահի համար։ Լավ, իսկ մենք հանդիսավարներով Սիրուն օրվա համար։ Հանդիսավարներով երբ որ գիտենք Գևորգ Մարտիրոսյանը այդ օրը մեզ հետ գործի է, մենք նախընտրում ենք ինքը երգի այն ժամանակ, երբ լինում է ընկերության կենացը։ Ճիշտ եմ, չէ։ Այո։ Բոլորի կենացներ կարող խմեն։ Ես կերկի։ Բոլորի համար կա չէ։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Բարձրաձայնի։ Որ թեմաների շուրջ ես խոսա։ Տենց կոնկրետ տենց հատուկ թեմա չկա, բայց այն որ ինչը ինձ է վերաբերվում, այն ինչը որ կոպիտ ասած, եթե ինչ որ մի բան ինչ որ միտեղ մի քիչ լավ չես կամ չգիտեմ ինչ, հաստատ չեմ բարձրաձայնի ու խոսքի խնդրեմը չեմ փաթաթի ոչ մեկի վզին։ Շատ լավ։ Կամ արտով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Կարծում եմ որ չէ։ Իսկ նախընտրած սպորտաձև։ Դե ֆուտբոլ առաջին տեղում միաժամանակ։ Լուրջ ես ասում, հա։ Ես ինքս ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին, խաղացել եմ։ Հիմա տղաս է այդ ամեն ինչի մեջ։ Ու տենց տարապում ենք իրան հետ էլի։ Իսկ երկուսդ էլ նույն թիմն եք նախընտրում։ Հա։ Եվ որ թիմն է։ Բարսելոնա առաջինը, հետո նոր մնացածը։ Շատ նախընտրած տարբեր թիմեր կա, բայց առաջի տեղում Բարսելոնան է իմ համար, իր համար էլ։ Բայց տոնը ունենք մարդիկ, ովքեր որ Ռեալ են բալետ անում, Ռեալի բալեստիկներ։ Այո, իսկ բան այն ֆանատաներով վերնաշապիկը հագնում եք նստում եք նայում։ Հա, լինում է, տենց էլ է լինում, հա։ Շատ լավ։ Լավ, Քիմ Քարդաշյան թե Վիագրա։ Կարծում եմ որ Վիագրա, որտեվ իրանք տենց չոր արվեստ են ներկայացնում, կարծում։ Միայն դրա համար։ Հա։ Լավ։ Դե եթե տենց վերցնենք որպես գեղեցիկ, որպես բարետես արտաքինով, հաստատ իրանցից լիք ավելի լավ սիրուններ կա։ Դե ես այդ երկուսին ուղղակի առաջարկեցի։ Դե իմ ճաշակով։ Շատ լավ։ Խորտակվող նավ,
Եվ երկու անց կա։ Դու առաջինը ձեռք ես մեկնում Սամվել Ղազարյանին, թե Նարեկ Պետրոսյանին։ Սամվել Ղազարյանը իր առաջի պրոդյուսերն է, Նարեկ Պետրոսյանը մեծ հայքի Նարեկն է։ Ում կփրկես առաջինը։ Ոչ մեկի։ Շատ լավ։ Անգերովի մահը հարսանիք է, էլի թո երկու չեկին։ Լավ, եւ վերջում։ Մեկին փրկես, մեկին թողես, տենց հետո քեզ չես ներելու սարքյանքը, դու չէ թո երկուսն էլ էթան։ Ինչ երկար պատասխան։ Եվ դուետ J-Lo-ի թե Beyoncé-ի հետ։ Beyoncé-ի։ Հա։ Միանշան։ Բայց J-Lo-ը կպարեիր։ Հա։ Հա։ Եվ կարգախոս ունես դու։ Կարգախոս ունեմ, հա, երբեք կանգ չառնել։ Երբեք միշտ պետք է գնաս նպատակիդ, երազանքիդ հետևից։ Եվ վերջում։ Ցանկացած տարիքում։ Շատ լավ։ Վերջում ապոպան համար։ Եթե գալիս է մի օր, դու արթնանում ես այլովս չես զբաղվում քո սիրած գործով։ Մանավանդ երկարվեստով, որ գումար ես վաստակում։ Ինչ կանես, Կև։ Մտածել ես այդ օրվա մասին։ Դա մեկ-մեկ բարբերաբար տենց մտքովս անցնում եմ մի վարքյանով, բայց հետո մոռանում եմ, բայց իսկապես շատ կարևոր հարց է, որ վաղ մի օր Գալու է։ մի օր միանշանակ գալու է։ Եթե չգա, ուրեմն պետք է մեռնենք ջահել։ Չէ, կամ ինչ դու նստես տուն, երեխեքը պահեն քեզ։ Չէ, բայց մտածել եմ ճիշտ ասած, որ տենց այդ օրը գա, տենց ես ավելի տենց սիրում եմ ավտո մեքենաների հետ կապված, տենց հոբի ունեմ, իրանց քանդեմ, սարքեմ, չունեմ ինչ որ tuning կամ ես ինչ այսինքն ավտոների հետ կապված շատ սեր ունեմ, ուզում եմ որ հնարավոր որ տենց ինչ որ գարաժ ունենամ, տես մի քանի աշխատողով, տենց ինչ որ մտքեր իրագործեմ տեղ։ Բացահայտում ես։ Հա։ Ինչ որ Տենց հոբի է։ Գնանք Գևի մոտ, Գևին տեսնելու։ Սիրում եմ, հա։ Ես օրինակ մեքենան, որ ինչ որ մի բանը փչանում է կամ չգիտեմ, ինչ որ մի բանը այն չի աշխատում, ես այնքան եմ այդ ամեն ինչը տենց բանը զգում, հասկանում, տենց առանց դիագնոստիկայի գնում ասում եմ պետք է դիագնոստիկ անեք, այս ինչ բանն է, քանդեք, սարքեք։ Այդ նորություն է։ Հա։ Նորություն է։ Չէ, մի քանի տարի արդեն տենց սիրում եմ այդ ամենը։ Ինչ որ տարիներ անցնում է, որտեղ են գնում Գևին տեսնելու, վուլկանիզացիա Գևի մոտ տենց ինչ։ Վուլկանիզացիա չէ, բայց գարաժ ինչ որ տենց հետաքրքիր սերվիս ունենամ, հա, դա տենց ես մեծ սիրով առավոտից իրիկում այդտեղ օրս կանցկացնեմ։ Լավ, այս թեման փակենք, ինքը դեռ երկում է, ֆանատները թող չնեղվեն, բայց կեվ արյան ֆորմատը պահպանենք, էլի։ Այն որ երկի պրեմիերա են անում եւ Level Dance-ի պարույները պարում են, համաձայն ես։ Այդ սիրով։ Դե ինչ։ Այսքանով էլ ամփոփում ենք լավագույն կատարման մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետեւ Level Dance-ի ուղեկցությամբ գեղեցկուйների ձեզ համար երգում է Գևորգ Մարտիրոսյանը։ Արի իմ նազելի, արինգով քս քեզ տամելի, դու ես դու իմ առավոտը, մաքուրոտն ես դու իմ էլի, անծանոթ մի երազի մեջ, լույս ես տվել դու երկերիս, միայն դու ես աշխարհի մեջ, ազատություն դուր մտքերից. Որ դու հեռանաս, ինձնից բան չի մնա,
Թե սիրես, սիրես, սիրես աշխարհն իմնա